Եթերում Ռուսարմինֆոյի ամփոփիչ թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է, բարի երեկո։ Հակակոռուպցիոն կոմիտե բերմանը ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից լեգենդար հետախույս գնդապետ Արթուր Ավանեսյանը, Կանդազը։ Նա ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Արթուր Ավանեսյանը ձերբակալությունն առնչվում է ընտրակաշարք տալու գործով վարույթին։ Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի գլխավորող Նարեկ Կարապետյանն այդ առիթով գրառում է արել Facebook-ում։ Առավոտյան բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին։ Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքներ իրականացնողներին պետք է փոխենք հայերի երազանքներն իրականացնողներով։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է անկախ դիտորդ դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատի տալու մտադրության մասին։ Նա իր իրավաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրել Իոաննիսյանի դեմ քրեական վարույթ հարուցելու, ինչպես նաև քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունը հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս որոշումը հաջորդել է Դանիել Իոաննիսյանի այն պնդումներին, թե հիմնադրամի վերջին միջոցառումները հանդիսանում են իշխող կուսակցության թաքնված քարոզչություն եւ պետք է դառնան վարչական վարույթի առարկա։ Աննա Հակոբյանը հերքել է այս մեղադրանքները, նշելով, որ իր իրավունքներն են խախտվել։ Իմ քայլը ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը, ասում են նրանք, եւ ինչպես նշված է ազատության հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն իմ քայլը հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետեւյալ երկու գործողությունները։ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 եւ երկրորդ անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ շեշտել է ծառայության մասշտաբների ու գործառութային նշանակության հետևողական ընդլայնման անհրաժեշտությունը։ Ըստ նրա, սահմանապահների ներկայությունը բարձրացնում է անվտանգության նկատմամբ վստահության մակարդակը, ինչով էլ պայմանավորված է սահմանի առանձին հատվածների հանձնումը նրանց հսկողությանը։ Նա ընդգծել է սահմանապահների դերը երկրի ինքնիշխանության ընկալման հարցում, նշելով, որ նրանք առաջինն են շփվում Հայաստան եկող օտարերկրացիների եւ վերադարձող քաղաքացիների հետ։ Առաջիկայում իհարկե մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը։ Մենք օրակարգում իհարկե ունենք նաեւ Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը եւ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք եւ սրանով ըստ էության Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը կամփոփվի եւ մեր պետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում հրահրմամբ արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրճքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով շտապ տարհանվել էին Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը եւ այլ բարձրացիստան պաշտոնյաներ։ Հիշեցնենք Վաշինգտոնի Հիլտոն հյուրանոցում հրավիրված ընթրճքի սկզբում տղամարդը կրակ է բացել անվտանգության աշխատակիցների վրա։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, նրա նպատակը Թրամփին եւ հնարավորինս շատ պաշտոնյաների սպանելն էր։ Հրաձիգը ձերբակալվել է։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Չարենցհավանում ներկայացրել է երկրի արդյունաբերականացման եւ 300,000 նոր աշխատատեղերի ստեղծման իրենց ծրագիրը։ Կարապետյանի համոզմամբ միայն ուժեղ առաջնորդի փոփոխությունը թույլ կտա վերջ դնել տնտեսական կախվածությանը եւ ապահովել երկրի թռիչքային զարգացումը։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկվել գործող իշխանությունների անվտանգային քաղաքականությունը, նրանց մեղադրելով Ադրբեջանի բոլոր պահանջներին տեղի տալու մեջ։
Կարապետյանը նախազգուշացրել է, որ տարածքային եւ ճանապարհային զիջումները հիմք են նախապատրաստում թշնամու մեր երկիր ներխուժելու եւ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու վտանգավոր ծրագրի։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանափոխությունը այլընտրանք չունի երկրի հետագա կորուստները կանխելու եւ հայրենիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ընթրճքի սկզբում տղամարդը կրակ է բացել անվտանգության աշխատակիցների վրա։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, նրա նպատակը Թրամփին եւ հնարավորինս շատ պաշտոնյաների սպանելն էր։ Հրաձիգը ձերբակալվել է։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Չարենց հավանում ներկայացրել է երկրի արդյունաբերականացման եւ 300,000 նոր աշխատատեղերի ստեղծման իրենց ծրագիրը։ Կարապետյանի համոզմամբ միայն ուժեղ առաջնորդի փոփոխությունը թույլ կտա վերջ դնել տնտեսական կախվածությանը եւ ապահովել երկրի թռիչքային զարգացումը։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկվել գործող իշխանությունների անվտանգային քաղաքականությունը։ Նրանց մեղադրելով Ադրբեջանի բոլոր պահանջներին տեղի տալու մեջ։ Կարապետյանը նախազգուշացրել է, որ տարածքային եւ ճանապարհային զիջումները հիմք են նախապատրաստում թշնամու մեր երկիր ներխուժելու եւ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու վտանգավոր ծրագրի։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանափոխությունը այլընտրանք չունի երկրի հետագա կորուստները կանխելու եւ հայրենիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ապրիլի 27-ից 28-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցով կգտնվի Ֆրանսիայում, որտեղ հանդիպում կունենա Եվրոպայի եւ արտաքին գործեր նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Միրզոյանը կմասնակցի Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը եւ կանցկացնի Եվրոպայի երկրներում հավատարմագրված դեսպանների հավաքը։ Տեղեկացնենք, որ նախկին դեսպանությունը գործում էր Փարիզի 17-րդ թաղամասում, այն 1995 թվականին անվճար օգտագործման պայմանագրով տրամադրվել էր Հայաստանին 30 տարով։ Նույն շենքում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ Ֆրանկոֆոնիայում Հայաստանի մշտական ներկայացուցիչները։ 2024 թվականին Հայաստանի կառավարությունը 23 միլիոն եվրո հատկացրեց նոր շենքի ձեռքբերման համար։ Այն այժմ գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում Բենուվիլ փողոցում, որտեղ գործում են մի շարք այլ երկրների դեսպանություններ։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի։ Այդ օրը ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող անձինք, ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի, դրսևորել էին խուլիգանական վարքագիծ, մասնավորապես տաճարի սյուների վրայից փորձել են ցատել հոգևորների թափորի վրա եւ հայհոյանքներ հնչեցրել։ Դատարանը այս որոշմամբ բեկանել է քննչական մարմնի եւ դատախազության նախկին դիրքորոշումները, որոնք մերժվել է քրեական գործի հարուցումը։ Դատավորը շեշտել է, որ սրբավայրում եւ բազմության ներկայությամբ նման անհարգալից վերաբերմունքը պարունակում է արերևույթ հանցանքի հատկանիշներ։ Այսպիսով իրավապահ մարմիններն այժմ պարտավոր են լիարժեք նախաքննություն իրականացնել դեպքի հանգամանքները պարզելու համար։ Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից վրդշնորհվող Գերնիկա խաղաղության եւ հաշտերձման ամենօրյա մրցանակաբաշխության միջոցառումներին եւ վարչապետ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի Գերնիկա մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը եւ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը ահազանգում են, որ Արցախի խորհրդանիշներից մեկը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման անմիջական վտանգի առջև։ Ադրբեջանական սոցիալական եւ լրատվական հարթակներում ակտիվորեն տարածվում են արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր եւ լուսանկարներ, որտեղ պատկերված է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ավերանումը։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից եւ ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը խիստ բողոք է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրամ Մամդանիի հայտարարության դեմ։ Բողոքի նոտայի առիթ է դարձել նրա ուղերձը հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, որտեղ նա մեղադրել է Ադրբեջանին 2023 թվականին Արցախից ավելի քան 100,000 հայի բառնադար արտաքսելու մեջ։ 2023 թվականին Ադրբեջանը Ղարաբաղից արտաքսեց 100,000 հայ, շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանական արշավը, գրել է ամերիկան քաղաքագիտը։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն սոցիալական ցանցերում կոշտ պատասխան է տվել Մամդանիին, նրա հայտարարությունը որակելով որպես սադրողիչ, նաև ընդգծել է, որ նման հայտարարությունները ցույց են տալիս տարածաշրջանի պատմության եւ ժամանակակից իրականության իբր ամբողջ անտեղեկություն։
Նախորդին մի խումբ քաղաքացիներ, ծաղիկներ եւ խաղալիքներ են բերել Երևանի Պարոնյան Լեո խաչմերուկ, որտեղ 4 տարի առաջ նույն օրը Նիկոլ Փաշինյանի Շարասյանի վրաերթի հետևանքով մահացան 28-ամյա Սոնա Մնացականյանը եւ իր չծնված երեխան։ Փաստաբան Ռաֆի Ասլանյանը պնդում է, որ մինչև այսօր դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ Շարասյանի արագության համար պատասխանատու ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորապես սառեցվել է նախաքննության փունում, թեև դատարանները 2 անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում։ Այսպիսով նախաքննությունը շարունակում է մնալ կախված եւ պաշտպանության կողմը չի կարողանում այդ մասով գործով ստանալ արատ դատական ակտեր։ Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել, գազալցկայանների մեծ մասը կամ ընդհանրապես չի աշխատում, կամ վառելիքը տրամադրում է սահմանափակ քանակով եւ կրտուկ բարձրացած գներով։ Վարորդները նշում են, որ վերջին անգամ լիցքավորել են 250 դրամով եւ ստիպված են ավելի հաճախ անցնել բենզինի։ Նշենք, որ Հայաստանը հեղուկ գազ հիմնականում ներմուծում է Ռուսաստանից, իսկ Իրանից եւ Իրաքից մատակարարումները վերջին ամիսներին հայտնի պատճառներով զգալիորեն բարդացել կամ ամբողջովին դադարել են, ինչի հետևանքով երկիրը կրիտիկական կախվածության մեջ է հայտնվել ռուսական ուղղությամբ։ Ազատ ոճի ըմբշադման Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Թիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Տարբեր քաշային կարգերում Մանվել Խնցրցյանը, Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թևանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշադման Հայաստանի թիմը նվաճել էր 1 ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ։ 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։ Բրոնզե մեդալի էին արժանացել Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը եւ Գասպար Տերտերյանը։ Բաթումիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 110-ից բարձր կիլոգրամ քաշայինների պայքարում հավասարը չուներ Հայաստան ներկայացնող Վարազդատ Լալայանը, որը նվաճեց բացարձակ չեմպիոնի կոչմը եւ արժանացավ 2 փոքրիկ եւ 1 մեծ ոսկե մեդալների։ Եվրոպայի արդեն 3 անգամ չեմպիոնը ցանկացավ նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, երկամարտում ցույց տված 451 կիլոգրամ արդյունք։ Լալայանին պարգևատրեց գերծանրաքաշային կարգում ծանրամարտի լեգենդը, 3 օլիմպիական, 7 հանգիշ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն։ Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։ Երկրորդ տարին անընդհատ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է։ Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 3-րդն է։ Հիշեցնենք, որ չեմպիոն են եւ ոսկե մեդալներ են արժանացել Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը։ Աննա Ամրոյանը միայն հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ։ Գառնիկ Չոլակյանը, Գոր Սահակյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել են արծաթե մեդալներ եւ դարձել փոխչեմպիոններ, իսկ Մարտին Պողոսյանը արժանացել է բրոնզե մեդալի։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչև վաղը։